Զբոսանավը, որի վրա տեղի է ունեցել մահացու հանտավիրուսի բռնկումը, հասել է Կանարյան կղզիներ։ Ինչպես գրում է Reuters-ի, իսպանացի բժիշկները բարձրացել են MB հոնդյուսի տախտակամած վերջնական ստուգում անցկացնելու եւ ուղևորների ափանումը սկսելու համար։ Նրանց ափ կհանեն փոքր նավակներով, իսկ այնուհետև կուղարկեն հայրենիք։ Բելգիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Նիդերլանդները հաստատել են, որ ինքնաթիռներ են ուղարկել իրենց քաղաքացիներին տարհանելու համար։ Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները գրել էին մի շարք երկրներում հանտավիրուսի տարածման մասին։ Հիշեցնենք, որ դրա դեմ պատվաստանյութ դեռևս չկա։ Այժմ հայտնի է, որ եւս մեկ զբոսանավում վիրուսի բռնկում է գրանցվել։ Խոսքը Ատլանտյան օվկիանոսի մասին է։ Ըստ տվյալների, նավի վրա ներառյալ անձնակազմի անդամները գտնվում է ավելի քան 3100 մարդ։ 115 վարակվածների մոտ գրանցվում է փորլուծություն եւ փսխում։ Հիշեցնենք, որ հանտավիրուսը վիրուսների խումբ է, որոնք փոխանցվում են հիմնականում կրծողների միջոցով։ Մարդու մոտ դրան կարող են առաջացնել ծանր հիվանդություններ, առաջին հերթին հանտավիրուսային թոքային համախտանիշ եւ երիկամային համախտանիշով հեմորագիկ տենդ։ Վարակման հիմնական ուղին շփումն է վարակված կրծողների, մեզի, կղանքի կամ թքի հետ։ Ամենատարածված տարբերակը աղտոտված մասնիկների շնչումն է փակ տարածքների, պահեստների, ամառանոցների, նկուղների կամ այլ վայրերում մաքրման ժամանակ, որտեղ կարող էին գտնվել կրծողներ։